Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-ին այցելել են Սևանալիճ։ Ներքին նախարար Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային գումարտակի ջրային վաշտը ձեր այցի կապակցությամբ շարված է։ Ծառայության պետ Գնդապետ Խուդինյան։ Ջրային վաշտի հաջորդ ծառայողներ ողջունում են ձեզ։ Ջրային պարեկային ծառայության եւ փրկարարծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները ներկայացրել են տեխնիկական հագեցվածությունը, ցուցադրել են ժամանակակից տեխնիկական սարքերն ու միջոցները, այդ թվում առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաները։ Ներկաները հետևել են Սևանալճում ծառայողների ցուցադրական հնարքներին, արտակարգ իրավիճակներում արձագանքման արագությանն ու մասնագիտական հմտություններին։ Համագործակցության շրջանակում Լիտվայի ներքին գործերի նախարարության կողմից ջրային պարեկային ծառայությանը տրամադրվել մոտորանավակ, որով ծառայողները կիրականացնեն Սևանալճում եւ ափամերձ տարածքներում հասարակական անվտանգության ապահովման եւ հանցագործությունների բացահայտման աշխատանքներ։ Ապրիլի 14-ին ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում բացվեց զանգերի կենտրոնը։ Կենտրոնի շահառուները ոչ միայն Հայաստանի քաղաքացիներն են, այլև օտարերկրացիներ, փախստականներ, տեղահանվածներ, Հայաստանից դուրս գտնվող եւ Հայաստանով հետաքրքրվող անձինք, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեղեկատվություն ստանալ միգրացիայի եւ քաղաքացիության ոլորտում իրականացվող ծառայությունների մասին։ Ծառայության թեժգծին փոխարինելու եկած զանգերի կենտրոնը պաշտոնապես գործարկվում է վերապատրաստված աշխատակիցներով եւ տեխնիկապես վերազինված։ Ծառայության պետ Նելի Դավթյանի խոսքով կենտրոնի բացումը սպասված էր։ Տեխնիկական լուծումների արդյունավետ իրականացման, ծառայության գործընկերների աջակցության շնորհիվ կարճ ժամանակահատվածում հաջողվեց ստեղծել բովանդակությանը համահունչ կենտրոն։ Այս պայմանը մշակում ենք ինքնապատասխանիչ մենյու, այսինքն մարդիկ կարողանան լսել իրենց կողմից հաճախ բարձրաձայնվող հարցերի պատասխանները առանց օպերատորին միանալու եւ ինքնապատասխանիչի ձևով բաշխում ենք զանգերը ըստ թեմաների, որպեսզի ավելի մասնագիտացված հեռախոսավարներ կարողանանք պատրաստել եւ առավել սպառիչ պատասխաններ հնչեցնել։ Օտարերկրացիների գծով ունենք առանձին մասնագիտացված ստորաբաժանում քաղաքացիության հարցերով, անձնագրային հարցերով եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված անձանց հարցերով։ Եվ նաեւ ուզում եմ անպայման շեշտադրել, որ որպես կառուցվածքային միավոր զանգերի կենտրոնը եւ քաղաքացիների խորհրդատվության այս բաժինը ինքնին այն մասին է, որ մենք ունենք քաղաքացիակենտրոն ծառայություններ մատուցելու հանձնարարություն։ Ծառայությունում ապրիլի 14-ին գործարկվել է նաև տեղեկատու, դարձյալ քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Եթե անձը ծառայության գլխամասային գրասենյակ այցելել է միայն տեղեկատվություն ստանալու համար, ապա պատասխանները կարող է ստանալ մոտենալով տեղեկատուին։ Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի խորհրդի, Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում ծրագրի եւ մարդը կարիքի մեջ հասարակական կազմակերպության աջակցությամբ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները տվյալներ էին ստացել, որ Աչափնյակ վարչական շրջանում բնակվող 29-ամյա օտարերկրյա մի քաղաքացի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում եւ իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։ Ավելի ուշ նա ձերբակալվեց եւ ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող տեղնականաչավուն զանգվածով 23 փաթեթ։ Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Արդեն քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները դատարանի թույլտվությամբ խուզարկել են օտարերկրացու բնակարանը, հայտնաբերելով ավելի քան 350 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող տեղնականաչավուն զանգվածներով 149 փաթեթ։ 29-ամյա օտարերկրացին կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապրիլի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում կատարված սնությամբ հայտնաբերվել է 1 գնդացիր, հակատանկային 2 ական եւ 5 հակագազ, որոնք դպրոցի հաշվեկշռում ամրագրված չէին որպես ուսումնական զենք կամ զինամթերք։ Ապօրինի պահվող զենք զինամթերքի ձեռքբերման հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապվիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 ապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Հարգելի քաղաքացիներ, Road Police.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8,000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։